Ասեմ, որ իսկապես հրաշալի բանավեճ էր, բայց ոչ թե ներկայացված մարդկանց պատճառով, այլ որ դուք ամենաբարձր մակարդակով դրսևորվեցիք եւ կարողացաք ցույց տալ մեր բոլոր առաջնահերթությունները։ Հարգելի բարեկներ, խոսում ենք Հարգանքով եմ, որ դու ասում ես։ Հարգանքով։ Եվ իսկապես պատահական չի, որ մենք մեր քարոզարշավի վերջին օրը եկել ենք պարլամենտի մոտ, որովհետեւ թողեք հեծանվոր ցանցին։ Մենք մեր քարոզարշավը սկսել էինք Երասխից եւ ուզում ենք ավարտել պարլամենտի մոտ, որովհետեւ միգուցե մենք միակ ուժն ենք, որ մի կողմ ենք դրել մեր անձնական ամբիցիաները, մեր էգոիզմը, անձնական ամբիցիաներ կան, եւ կարևորում ենք պարլամենտարիզմը, պարլամենտ երևույթը որպես այդպեսին։ Ուրիշները խոսում են իրենց անձերից, արդեն մեկը վարչապետ է, մեկը հրաժարվում է, որ ինքը վարչապետի տեխնացու է, ուզում է միշտ վարչապետ լինի, բայց մենք ասում ենք, որ մենք Հայաստանում պարլամենտարիզմի դրոշակակիրներն ենք, այդ գաղափարի տարածողները, քանի որ պարլամենտարիզմի մեջ ենք տեսնում մեր պետության անվտանգությունը, կայունությունը, խաղաղ վերարտադրությունը եւ ունենալով այն համոզմունքը, որ եթե մենք չունենանք նորմալ բազմաթիվ ուժերից կազմված պարլամենտ, մենք ոչ մի լավ տեղ չենք հասնելու եւ դա հանգեցնելու է պայթյունի, երբ որ մենք խոսում ենք կոմպրոմիսների մասին, կոմպրոմիսային քաղաքականության, կոմպրոմիսային պարլամենտարիզմի մասին, այդ հիվանդագին էգոիզմով տարված մարդիկ հաճախ չեն հասկանում ինչի մասին ենք խոսում, նաեւ լրագրողները չեն հասկանում, ասում ոնց կարա մարդը կամովին գնա կոմպրոմիսների եւ ինչ-որ մի բան զիջի, այսինքն այս քաղաքական կյանքը այնքան այլասերված է, որ մարդիկ չեն հասկանում, որ հնարավոր է տենց բան։ Ես ուզում եմ ասել, որ քաղաքականությունը ինքնին առողջ քաղաքականությունը կոմպրոմիսների մասին է եւ որտեղ որ կոմպրոմիսներ չկան, տեղ համակարգը դատապարտված է մեծ պայթյունի, դատապարտված է փլուզման։ Եթե նայենք Եվրոպայի պատմությունը, հեղափոխություններ եղել են մեծ հեղափոխություններ այն երկրներում, որտեղ կոմպրոմիսներ չեն եղել։ Ֆրանսիայում մեծ հեղափոխություն եղավ, որտեղ աբսոլյուտիզմը որևէ կոմպրոմիս չէր հանդուրժում։ Նույնը ռուսական մեծ հեղափոխության մասին կարող ենք ասել, այսինքն եթե չկա կոմպրոմիս, կարող է ինչ-որ պատրանքային ուժեղ իշխանություն լինել, որը ինչ-որ մի օր փլվելու է եւ իր փլատակների տակ առնելով ամբողջ հանրությանը, պետությանը, իսկ մենք Ֆրանսիան չենք, մենք Ռուսաստանը չենք եւ մենք միգուցե այդ ռեսուրսները չունենք չգոյությունից մի քանի անգամ վերածնվելու։ Մեր մի սխալը կարող է մեր համար ճակատագրական վերջանալ։ Դրա համար մեզ պետք է անվտանգության բարձիկ, իսկ պարլամենտից ավելի լավ անվտանգության բարձիկ չի կարող լինել, եւ սա մեր անվտանգության, կայունության երաշխիքն է, նաեւ այն իշխանությունը, որը կունենա ուժեղ պարլամենտ, ավելի ապահովագրված կլինի արտաքին աշխարհում, կգնա Մոսկվա, Անկարա, Բաքու, կբանակցի անթույլատրելի պահանջներ դեմ կտան, կասի կներեք, չեմ կարող, պարլամենտս չի թողնի, պարլամենտս ինչ կճղի, չեմ կարող, այլ ոչ թե գիշերը ժամը 12-ին կգա կասի ժողովուրդ ջան, նոյեմբերի 9-ն եմ ստորագրել, ինչ անենք։ Հրաշալի է, վայելեք։ Այսքան է եւ մի բան էլ եմ ուզում ասել, այդ Նիկոլ Փաշինյանի այդ սատելիտ ուժերի մասին, որ երեք եկել էին եւ ուզում են քաղաքական միտքը սպանել, ժողովուրդ ջան, սա Հայաստանն է, Ռուսաստանը չի, Հայաստանը եւ Ռուսաստանը արդեն վաղուց առանձին երկրներ են 1991 թվականից ի վեր։ Եթե ուզում եք Պուտինի դեմ պայքարեք, գնացեք Ռուսաստան կամ գնացեք, չգիտեմ, Էստոնիա, Լատվիա, որտեղ որ Ռուսաստանի վտարանդի ընդդիմությունն է, եւ այնտեղ պայքարեք Պուտինի դեմ, սա ուրիշ երկիր է, это не Россия։